Բարի երեկո, ուղիղ եթերում ուրվագիծն է, ես Պետրոս Ղազյանը, սելոստատողներ, մենք շարունակում ենք հետևել թիվ 1 քաղաքական խնդրին, դա հայ-թուրքական արձանագրություններն են, տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքական ուժեր մեկնաբանում են այս արձանագրությունները, եւ կողմ ձայներ, եւ դեմ ձայներ, այսօր գովազդային կարճ եւ թանկ վայրկյանից հետո մենք կլսենք նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կարծիքը, դուք նաեւ հարցեր կարող եք ուղղել պարոն Օսկանյանին, այս ամենը գովազդից հետո։ Հաղորդման հովանավոր Շանգրիլա ժամանցի կենտրոն։ Շանգրիլա, կոտրեք կարծրատիպերը։ Հաղորդման հովանավոր Սեմուր & Քո ընկերություն։ Սեմուր & Քո տանիքի եւ շենքի երեսպատման համար ձևավոր լակապատ, ցինկապատ թիթեղներ, ջրհորդաններ, ցանցերի բազմազան տեսականին եւ այլ մետաղական արտադրանքներ։ Ռուսաստանից եւ Եվրոպայից ներմուծված բարձրորակ մետաղի շնորհիվ ընկերությունն իր արտադրանքի համար աննախադեպ 50 տարվա երաշխիք է ապահովում, տարբերվելով շուկայում առկա այլ թիթեղներից իր որակով եւ չափսերի ճշգրիտ համապատասխանությամբ։ Մեծականակ գնումների դեպքում նախատեսվում են զեղչեր։ Սեմուր & Քո ընտրեք լավագույն թիթեղները ձեր օջախի համար։ Շանգրիլա, կոտրեք կարծրատիպերը։ Այսպես սելոստատողներ, մենք այսօր զրուցել ենք Վարդան Օսկանյանի հետ 34 90 53 զանգահարեք այս հեռախոսահամարով եւ ձեր հարցերը ուղղեք պարոն Օսկանյանին։ Բարի երեկո, պարոն Օսկանյան։ Բարի երեկո։ Այսպես պարոն Օսկանյան, դուք այսօր հոդված եք հրապարակել սխալվելն աններելի է վերնագրով եւ այս հոդվածի մեջ գրում եք, ես մեջ բերեմ, այնուհանդերձ հարկ է նշել, որ այս թեմայի շուրջ խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է, բանավեճը սխալ ուղղությամբ է գնում։ Այսինքն, ինչն է սխալ, խնդրեմ։ Սխալը այն է, որ պետական այրերը փորձում են մեզ ասել, որ այն ինչ որ գարտում եք այդ փաստաթղթերում, այն չի, որը ստանալու ենք։ Սա իսկապես շատ վիրավորական է, որովհետև փաստաթուղթ կարդալ գիտենք։ Եվ նաև ենթատեքստ պետք չի այնտեղ փնտրել, որովհետև սև սպիտակի գրվել, սև սպիտակի վրա գրվել է։ Ես պետք չկա ենթատեքստ ման գալ։ Երբ որ ասում ես, որ մենք այսօրվա Թուրքիայի սահմանները ճանաչում ենք, դա նշանակում է, որ ասում ես հողային բան չունենք։ Երբ որ ասում ես ենթահանձնաժողով է ստեղծվելու, որ քննարկելու է, ուսումնասիրելու արխիվները, փաստաթղթերը, որտեղ պատմաբաններ են լինելու, մասնակիցներ են լինելու եւ դարբերություններն են մոդեցումների հստակեցնում, այսինքն թուրքերը ասում են չի եղել, մենք ասել ենք եղել է, դրանք պետք է հստակեցնեն եւ որոշումներ կայացնեն, այսինքն որոշեն թե ցեղասպանություն եղել է թե չէ։ Այսինքն սրանից ավել ինչ պետք է այնտեղ գրվել, որ մենք համոզվեինք, որ սա է։ Դրա համար ես ասում եմ, որ իսկապես այս քննարկումները իրոք սխալությամբ են գրում։ Սա այն, գիտես, ճակատագրական բահն է եւ խնդիրն է, Պետրոս, որ ազնվությունը պետք ցուցաբերել եւ ընդդիմության կողմից, եւ հասարակության կողմից, եւ իշխանության կողմից։ Ես կարծում եմ, որ ճիշտ քննարկումը կլինի այն ժամանակ, երբ որ մենք ասենք, որ սերի ժողովուրդ, գիտեք, մեզ համար սահման բացելը իսկապես շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ այն գինը, որ մենք վճարելու ենք, դա արդարացված է։ Եվ ասեն ժողովրդին, որն է այդ գինը։ Եվ ժողովուրդը ինքը որոշի իսկապես ուզում է այդ գինը վճարի թե չէ։ Ես ասեցի գինը որն է։ Սահման բացվելու դիմաց, այն էլ եթե դեռ բացվի, որովհետև այս ամբողջ գործընթացը ստորագրելուց հետո ամենայն թևս ուղարկվելու է Թուրքիայի խորհրդարան, կվավերացնեն թե չէ հարցական է, բայց արդեն գրավոր շատ բան մենք տալիս ենք։ Սա մի գոմ դնենք, ենթադրենք, որ թուրքերը անգեղծ են եւ իսկապես ուզում են վավերացնեն։ Մեր ժողովուրդը իսկապես պետք է ազատ քննարկի եւ որոշի, որ ինքը այդ գինը ուզում է վճարի թե չէ, բայց այդ գինը նախ պետք է շատ հստակ լինի ինչ է, ժողովրդին պետք չէ թյուրիմացության մեջ գցել։ Այ ես ավելի սրանից եմ մտահոգված։ Պարոն Օսկանյան, գիտեք, ես ինչը չեմ հասկանում դրանց քննադատության։ Դուք որպես հիմա շարքային քաղաքացի Վարդան Օսկանյան, իհարկե ճիշտ եք ասում, իհարկե պետք է իրերը կոչվեն իրանց անուններով, բայց դուք 10 տարի եղել եք արտգործնախարար եւ գիտեք, որ 10 տարվա մեջ է նաեւ ձեր իշխանության ժամանակ եւ բոլոր իշխանությունների ժամանակ երբևէ իրերը իրանց անուններով չեն կոչվել։
Դրա համար 1000 պատճառ կա, դուք դա պետքա որ ինձանից լավ իմանաք, թե ինչու է այդպես։ Պետրոս, սա այն հարցը չի, ես շատ լավ գիտեմ փաստաթուղթ գրել, նայ, ես կարծում եմ, որ հնարավոր է փաստաթուղթ գրել, ձևակերպումները այնպես անել, որ իսկապես հնարավորություն տալ երկու կողմերին իրենց մեկնաբանությունները անեն եւ համոզիչ լինի այդ մեկնաբանությունները։ Դժբախտաբար սա այս փաստաթուղթը չի։ Սա վատ բանակցված, մեզ համար վատ ձևակերպումներով փաստաթուղթ է, Պետրոս։ Սա եկեք թյուրիմացության մեջ չգցենք, ես դրա համար եմ, որ այսպես հոտված եմ գրում, գիտեք, արտահայտվում եմ, ես առաջիններից եմ իսկապես, որ ուզում եմ սահմանը բացվի, ես 10 տարի աշխատել եմ դրա վրա, նայեք իմ նախկին հայտարարությունները, ես գտնում եմ, որ Թուրքիայի հետ մենք որպես հարևանը հարևանի, նորմալ պետք է ապրենք այս տարածաշրջանում, բայց այս փաստաթուղթը գիտեք, լավ բանակցված փաստաթուղթ չէ։ Ես համոզված եմ եւ օրինակները տալիս եմ իմ հոդվածի մեջ, որ հնարավոր էր իրոք այնպիսի ձևակերպումներ տալ, որ մեր ժողովուրդը հանգիստ զգար այո ասելու այս փաստաթուղթին։ Այսօր ես որպես սովորական քաղաքացի մոռանում եմ, որ ես 10 տարի արտգործնախարար եմ եղել, Թիվանակետ եմ եղել։ Ես այսօր որպես բարձ քաղաքացի հանգիստ խղճով չեմ կարող այո ասել այս փաստաթուղթին, Պետրոս։ Վերջ-վերջո արժանապատվություն ունեմ։ Սա է խնդիրը, այսօր մենք սրան պատասխան պետք է տանք։ Բարի, այդ դեպքում գնանք արդեն կոնկրետ քննադատությանը։ Պարոն Օսկանյան, դուք նշում եք, որ երբ հայկական կողմն ասում է, որ թե արձանագրությունը մատնանշում է այսօրվա սահմանների ճանաչումը, բայց դա դեռևս չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր հողային պահանջներից։ Սա պարզապես անհեթեթ է։ Այսինքն դուք գտնում եք, որ այս փաստաթղթով մենք արևմտյան Հայաստանի հողերից պաշտոնապես հրաժարվում ենք։ Ֆիքսում ենք, որ մենք հրաժարվում ենք։ Պետրոս, նա եթե այս ամբողջ գործընթացը հայ-թուրքական հարաբերությունները կամ դրա բացակայությունը նախապատմություն չունենար, միգուցե թեր մի փորձեինք այլ կերպ մեկնաբանել։ Չմոռանանք, որ սա երկար նախապատմություն ունի, Պետրոս, եւ նույնիսկ սա գնում է 93-ից առաջ, երբ սահմանը փակեցին։ 91 թվականին չմոռանանք, որ երբ Թուրքիան ճանաչեց բոլոր հանրապետությունների անկախությունը միաժամանակ Հայաստանի հետ մերժեց թիվանակիտական հարաբերություններ հաստատել։ Միայն Հայաստանի հետ։ Գիտես ինչի։ Որտեվ երկու նախապայման դրեց, որ Հայաստանը հայտարարի, որ հողային պահանջ չունի, եւ որ ցեղասպանությունից հրաժարվի։ Երբ որ այս նախապատմությունը գիտես, եւ 17 տարի անընդհատ թուրքերը գրկնել են, իսկ 93-ից էլ ավելացել է Ղարաբաղի նախապայմանը։ Հիմա որ այս ցեվագերբումները դրվում են, ոնց ես ուզում, որ ես մեկնաբանեմ այսինքն։ Աչքս պատեմ ասեմ, որ սահմանների ճանաչումը չի նշանակում, որ մենք հողային պահանջ չունենք։ Ես սա չեմ ընդունում, Պետրոս։ Բարի, դուք ճիշտ եք, պարոն Օսկանյան, սա նշանակում է, որ մենք Թուրքիայից հողային պահանջներ չունենք։ Անկեղծ ասած, ես էլ եմ այդպես մտածում, բայց արդյոք մեր շահերից է բխում գնալ թուրքերի հետ բանակցելու, նաև միջազգային հանրությունն է վերևից։ Թուրքիայի հետ փորձել նորմալ հարաբերություններ հաստատել դիվանագիտական սահմանները փորձել բացել, բայց նաև պահել քորակարգում, որ Թուրքիա մենք մեկա քեզանից հողային պահանջներ ենք ունենալու եւ այսինքն փորձելու ենք քո պետությունը քանդենք։ Ըստ էության դա է նշանակում։ Արդյոք սա Թուրքիային ուղղակի ապուշացնել չի նշանակի եւ արդյոք մեր շահերից է բխում հիմա ապուշի տեղ դնել Թուրքիայի։ Ես ավարտեմ, շատ կարճ։ Երկրորդը, պարոն Օսկանյան, եթե մենք պետքա հողեր պահանջենք, հա, պատմական փաստերից ելնելով, ապա ինչու մենակ Թուրքիայից։ Եկեք ջավախնել ուզենք, եկեք Իրանից մեր հողերը ուզենք եւ այս դեպքում դուք ասեք, թե մենք ուր կգնանք կհասնենք։ Եվ երրորդ, պարոն Օսկանյան, ես չեմ հիշում 10 տարվա ձեր նախարարի ժամանակ ինչ որ մի այսպեսի գործողություն, որը մեզ կհուշեր, որ այո, Հայաստանը Թուրքիայից հողեր է ուզում։ Ավելին դուք ամեն օր ասում եք, որ առանց նախապայմանների, մենք նախապայմաններ չունենք, եւ հանկարծ դուք ասում եք, բա մեր հողերը, խնդրեմ։ Պետրոս, հենց դա է, դու եւ հարց տվեցիր եւ հարցին էլ պատասխանել ես, ես ասեմ ոնց ես պատասխանել։ Այո, 17 տարի է, բոլոր իշխանություններն էլ Հայաստանի երբեք հողային պահանջ չեն դրել։ Հենց դրա համար Թուրքիան էլ հագարակը մեզանից պետք չէ պահանջի։ Առանց նախապայմանների այդ ամբողջ գաղափարը հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս։ Երբ որ մենք հարց չենք դնում, որ հողային պահանջ ունենք, Թուրքիան էլ մեզ թող չի ստիպի, որ փաստաթղթում արձանագրենք, որ հողային պահանջ չունենք։ Սա է խնդիրը։ Դրա համար էլ առանց նախապայմանների պետք է լինի։ Այս փաստաթղթում, Պետրոս, ես իմ հոդվածում եմ ասել, մենք պետք է բավարարվեինք միայն հետևյալ ցեվագերբումով։ Այս ցեվագերբումը գա, որ մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատում, ելնելով միջազգային նորմերից եւ սկզբունքներից, ներառյալ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Սա միջազգայինորեն ընդունված ցեվագերբում է։ Սրանով մենք պետք է բավարարվեինք։ Սա ինձ համար ընդունելի կլիներ, մեր հասարակության համար էլ կլիներ։ Բայց հետո առանցին գետով գրել, որ
մենք փոխադարձաբար այսօրվա սահմանները ճանաչում ենք Պետրոս, սա միանշանակ բավարարում ենք, չէ, դա կարելի չասել Պետրոս, դրանից որ ասում ես որ հողային պահանջ չէ, ինչի ես պիտի ասեմ Պետրոս, բայց դու ասիր որ ես համաձայն եմ, Պետրոս, մենք այդպեսի պահանջ, պարոն Օսկանյան։ Հայ ժողովուրդը ունի Պետրոս։ Հայ ժողովուրդը Արգենտինան, Ֆրանսիան, ինչ Հայաստանի Հանրապետության մեջ ապրող ժողովուրդն էլ ունի, իշխանություններն էլ ունին, բայց դիվանագիտությունը ուրիշ խնդիր է։ Այսօր մենք այդ խնդիրը չենք բարձրացնում, որովհետև ուզում ենք նորմալ, բայց այդ խնդիրը գա, դա չի վերանա Պետրոս։ Որտե՞ղ է այդ խնդիրը, պարոն Օսկանյան։ Պետրոս, մենք պատմություն ունենք։ Թուրքը հայերի գլխի մեջ դա գուցե կա։ Պետրոս, մենք պատմություն ունենք, չէ՞, կարող է մոռանանք։ Կարող է Սևրի պայմանագիրը մենք իմանանք։ Կարող է Լոզանը իմանանք, որ մեզ բարդացրել են։ Կարող է մեր անցյալը իմանանք, մոռանանք, ցեղասպանությունը մոռանանք։ Այդ հարցատրումը Պետրոս քո ճիշտ չի։ Հասկանում ես, ես կարծում եմ, որ այսօր ամենամեծ խնդիրը այս փաստաղթի հետ գիտես որն է, որ մեր իշխանությունները մեր ժողովրդին նման ընդրության առաջ պետք չէ դնեին։ Այսինքն մեր ժողովրդին դրել ենք մենք ընդրության առաջ։ Գողմես սահմանը բացելու թե չէ։ Իհարկե գողմեմ, բայց գողմես որ այս գնով բացվի։ Ոչ, բայց մենք աշխարհի առաջ հանգարց հայտնվելու ենք այնպիսի վիճակում, որ մենք դեմ ենք Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։ Այս փաստաթուղթը լավ չէ փանակցված Պետրոս։ Իշխանությունները պետք է ավելի աշխատեին, ավելի նորմալ ցեղագերբումներով նոր դնեին հասարակությանը։ Մեր օրակարգում պահել Թուրքիայից հողեր հետ վերցնելու իրավունքը, եթե մենք դա երբևէ չենք անելու։ Ինչի համար, հաճույքի համար։ Մենք այդ մտքից հաճույք ենք ստանալու։ Ես չեմ ասում, որ մենք օրագարկի վրա դնենք։ Բա ինչ անենք։ Եթե դա մեզ պետք չի գալու երբևէ։ Բայց պետք չէ դա մոռանալ, Պետրոս, ես քեզ մի բան ասեմ։ Մենք միշտ կհիշենք, որ Արևմտյան Հայաստանը եղել է մերը, ինչպես ասենք, գերմանացիները հիշում են, որ Ստրասբուրգը եղել է իր անձը, կհիշենք։ Բայց ինչի Գերմանիան չի ճանաչում Ֆրանսիայի ամբողջականությունը։ Բայց ինչի, նայ, տարածքային ամբողջականությունը դարբեր է։ Ես ասի մի քիչ առաջ քեզ Պետրոս, որ մենք պետք է բավարարվեինք միայն ու միայն արձանագրելով տարածքային ամբողջականության մասը եւ պետք է խուսափեինք ամեն գնով այսօրվա Թուրքիայի փաստացի սահմանը ճանաչելուց, որտեվ լայ, եթե այս երկուսը նույնն էին, Թուրքիան ինչի է բնտել, որ այս ցեղագերբումը այնպայման լինի։ Պետրոս, նայ, մենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում։ Միգուցե քեզ զարմանալի թվա, Իրանին էլ ենք ճանաչում։ Այո, բայց մենք Վրաստանին նույնիսկ այսօրվա փաստացի սահմանը չենք ընդունել։ Նոր գնում է սահմանի բայց ջավախքը մենք չենք ուզում։ Չէ, ջավախքի հարց ես չեմ գնում։ Այդ 20-30 մետրերը դրանք տեխնիկական խնդիրներ են, ոչ թե քաղաքական։ Նայ, դեմարկացիա է գնում թեր Վրաստանի հետ։ Մենք այսօր նույնիսկ մեր եղբայրական, բարեկամական Վրաստանի փաստացի սահմանը չենք ճանաչել։ Բայց ջավախքը չենք ուզում, պարոն Օսկանյան։ Դա մեր օրակարգում չի։ Բայց երբ որ Թուրքիայի հետ մենք անցյալ ենք ունեցել նման, ինչի այսօր այս հապճեպ իրավիճակում մենք պետք է դա մեր ցերից տանք։ Իսկ երբ է, պարոն Օսկանյան։ Չէ, մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ։ Հա, բայց սահմանն էլ թեր չի բացվել, Պետրոս։ Խորհրդարանը պետք է որոշի գնում է խաղի կանոնների հստակեցման մասին, համաձայն եք։ Պետրոս, կարելի է սահմանը բացել այլ ցեղագերբումներով։ Նայ, ես հարգում եմ, նայ, դու նորից ուրիշ ուղղությամբ ես տանում։ Չէ, ես ձեր ուղղությունն եմ ասում։ Մեր ինչին է պետք Արևմտյան Հայաստանի հողերն ուզել, ինչի համար, պարոն։ Այսօր Հայաստանում իշխանության այս քաղաքականությունը պաշտպանող, բայց ըստապ մտածող մարդիկ ընդունում են, որ այս ցեղագերբումը նշանակում է որ մենք այո հողային պահանջ չունենք։ Որովհետև չունենք։ Սա արձանագրում են։ Չունենք, ձեր իշխանության ժամանակ չունենք։ Չէ, բայց ասում են, գիտեք, որովհետև մենք երբեք հնարավորությունը չենք ունենալու այդ տարածքները վերաթարցնելու։ Ավելի լավ ճանապարհը դեպի ոչ միտեղ։ Հասկացա։ Բայց երբ որ դու ասում ես, որ որովհետև Թուրքիան ուժեղ է, ես թույլ եմ, արի ընդունեմ, որ հողային պահանջ չունեմ, որովհետև սահմանը բացվի։ Ես նախ ասեմ, որ չեմ համաձայնում այդ մարդկանց այդ հիմնավորմանը հետ, բայց հարկում եմ գարձիկը, որովհետև նրանք գարտում են այն ինչ որ գրվել է։ Բայց ես հակառակ արգումենտ դամ։ Ինչի Թուրքիան չի մտածում, որ ինքը ուժեղ է, մենք թույլ ենք, ինչքան էլ մենք հողային պահանջ տնենք, մեգա ոչինչ չի ստացվելու, եւ ինքը մտածի որպես մեծ պետություն այդպիսի պահանջ չի դնի մեր առաջ։ Ինչու մենք այդ զիջումը եւ Թուրքիան պիտի չի։ Շատ բարձ, որովհետեւ թուրք հասարակության մեջ կա մեծ ճնշում իրենց իշխանությունների նկատմամբ։ Նրանք ասում են, այ դուք սահմանը կբացեք, իսկ հայերը այ պարոն Օսկանյանի նման են մտածում, որ մեծից էլի հող են ուզում։ Եվ դա աբսուրդ կլինի Էրդողանի կողմից սահմանը բացել մի պետության հետ, որը իր ուզում է իր պետությունը քանդի։
Իա օրակարգում է պահում հողերի հարցը։ Մեր ժողովուրդը շատ ցավալի պատմություն է ունեցել։ 1.5 միլիոն չարտվել են մեր հայրենագիցները։ Մեր պատմական Հայաստանի 9-10-րդը դվել ենք։ 17 տարի է մենք որպեսզի նորմալ հարաբերություն ունեցանք հողային հարց չենք բարձրացնում։ Արժանապատվության դեմ է, երբ որ իսկապես դու գնում ես այսօր ֆիքսում ես, որ դու հողային բանջ չունես։ Դա Թուրքիայի նախապայմանն է բավարարում։ Երբ որ մենք ասում ենք, ոչ, երբ որ մենք ասում ենք, որ առանց նախապայմանների մենք պետք է հարաբերությունները կառուցենք առանց նախապայմանների։ Եկեք հարգենք այն ինչ որ մենք մեզ սահմանը ճանաչելը դա նախապայման է։ Եթե Թուրքիան, նայ, տարածքային ամբողջականության վրա հարաբերություններ հիմնելը նախապայման չի, դա միջազգայինորեն ընդունված պրոտոկոլ է, բայց մույս ցևագերբումը, որ փաստացի այսօրվա Թուրքիայի սահմանը մենք ճանաչում ենք, դա արդահայտությունն է այո Թուրքիայի նախապայմանի։ Աստեղ երկու գարտիկ չի կարող լինել։ Ստեղից ինչը չի բխում մեր շահերից բարձրացնել, կարող եք ասել։ Ինչ-որ տեսլական, որ այդ հողերը Պետք մենք նաև արժանապատվություն ունեցող, գիտես, ժողովուրդ ենք։ Այստեղ ես ու դու եւ սահման չունեցող ժողովուրդ ենք։ Բայց հպարտ ժողովուրդ ենք։ Կարող է դու վաղը նույնը Ղարաբաղի մասով ասես։ Ոչ։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետեւ Ղարաբաղը մերն է։ Որովհետեւ պատմականորեն դա անցյալը, անցյալում Ղարաբաղը այդ դեպքում ես ասում եմ, պարոն Օսկան, այդ տրաբանությունը մենք պետքա ջավախնել ուզենք։ Իրանի մեր հողերն ուտենք, որտեղ մենք ունենք արժանապատվություն։ Այդ արժանապատվությունով մենք ուր կհասնենք։ Բեդրոս, Սևրի պայմանագիր չի եղել։ Եղել է եւ ումա պետք է պայմանագիրը։ Նմանատիպ չի եղել Վրաստանի։ Տիգրան Մեծելը ա եղել, պարոն Օսկան, տես մենք ուր կհասնենք։ Նայ, Բեդրոս, ես ու դու այսօր տարբեր կարծիքներ ունենք։ Ես քոնն եմ հարկում։ Ես օրինակ համարում եմ, որ այդ փաստաթղթում այդ ցևագում բեք չէր լիներ, որովհետև դա մեր արժանապատվության դեմ է գնում, փաստորեն այս փաստաթղթով մենք ընդունում ենք Թուրքիայի կողմից դրված 91 թվականից դրված նախապայմանը։ Նույնն էլ ցեղասպանության մասին։ Հասկանալի, պարոն Օսկան, բայց ընդունեք այդ տրամաբանությամբ մեր արժանապատվությունը խոցում է նաև առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, ինչպես դուք եք պնդում։ Բայց նախապայման կա։ Չէ, դուք էլ եք ասում առանց նախ։ Չէ, դա էլ է մեր, որտեղ ինչպես կարող, եթե դու արժանապատվության դիրքերից ես խոսում, դու պետք է միտեղ զիջես, չէ, պարոն Օսկանյան։ Մանավանդ եթե դա բարոյական հարթություն է։ Այս հարցում ինչ ես կարող համոզել։ Ես չեմ փորձում համոզել։ Ամբողջ հաղորդում ուղղակի դրա վրա դուք ասում եք, չէ, բամեր հողերը, բամեր զարմանալու գարիք չկա։ Ես 10 տարի արդյոք նախարար եմ եղել, ես ինքս չեմ բարձրացրել այս հարցը։ Ես չեմ ասում ուզենք, բայց Թուրքիան էլ մեզ թող չստիպի, որ ասենք, որ հողային բանջ չունենք։ Ոչ ինքը թող ասի, ոչ մենք ասենք։ Դա է առանց նախապայմանների։ Թուրքիան պետք է ասի Սիրենես, այդ դեպքում ինչ եք ուզում իմ հետ հարաբերություններ հաստատել, եթե դուք ուզում եք իմ պետությունը քայքայել։ Դա ձեր մտքում կա։ Բեդրոս, մենք չենք քայքայում ոչ մեկի միջազգայինորեն ընդունված ցևագերբումներ կա, եկեք դրա հիման վրա նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ Պարոն Օսկան, մանավանդ որ միջազգային այդ ձևակերպումները նշանակում են նաև այսօրվա Թուրքիայի տարածքային ամբողջականություն ճանաչել։ Դա նույնը չի։ Այս հողային հարցը երկու հարթության վրա պետք է դիտել՝ քաղաքական եւ պատմական։ Այսօր քաղաքական իրականություն է, որ մենք այդ տարածքները գործրել ենք եւ դրանք Թուրքիայի մաս են կազմում։ Սա քաղաքական իրականություն է։ Մենք այս քաղաքական իրականությունը ընդունելով հանդերձ պատմական իրականություններից պետք չէ հրաժարվենք։ Սա է։ Պետք է այս երկուսը, չէ, այս երկուսի ճիշտ համադրումը գտնել։ Այս երկուսի ճիշտ համադրումը այն ցևագերբումն է, որ ես տվել եմ իմ հոդվածի մեջ։ Այսինքն միջազգայինորեն ընդունված տարբերակով մենք ստորագրում ենք պրոտոկոլ, որտեղ ասվում է երկու երկրները հաստատում են դիվանագիտական հարաբերություններ եւ ճանաչում են հիմնվելով միջազգային նորմերի եւ սկզբունքների վրա, ներառյալ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Ոչ, սա Բեդրոս, նո, ես Վրաստանի օրինակը տվի։ Վրաստանի հետ էլ մենք ունենք նման պրոտոկոլ, բայց թերևս երկու երկրների այսօրվա փաստացի սահմանի ինչ-որ մետրերի մասին է խոսքը, ոչ թե ջավախ։ Կարող է 100 մետրի, 200 մետրի խնդիր լինի։ Ես չեմ ասում։ Այսօր այդ ցևագերբումից Բեդրոս պետք է խուսափել։ Այսօր մեր ժողովուրդը այդ ընդրության առաջ պետք չէ կանգներ, որովհետև այդ ցևագերբումը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեր հողերից։ Ես չեմ ասում, որ հարցը բարձրացնենք, բայց Թուրքիան էլ մեզ թող չի ստիպի, որ հայտարարություն անենք, որ այդ հողերից մենք հրաժարվում ենք։ Եթե մենք մեր մտքում դա չենք հրաժարվում, ճիշտ է, դա մեր հոգու երազանքն է։ Պետական մակարդակով մեկը մենք այդպեսի բան չէինք էլ անելու երբևէ, ճիշտ է։ Բեդրոս, եթե մենք մեր երազանքները, մեր քայլերով եւ մեր ցերկով ոչ, եթե դու երազանքները փորձես սխալ ձևով իրականացնել, գրագը կընկնես, բայց եթե դու քո երազը քո միջոցով, քո քայլերով փարադում ես, դու քո ազնվությունն ես կորցնում, քո արժանապատվությունն ես կորցնում, քո դեղն ես կորցնում այս տարածաշրջանում։
Դա մի մոռացի։ Դուք ասում եք մեր տեղը 100 տարվա մենությունն է, ոնց որ դուք նշել եք։ Ոչ։ Դե տրամաբանություն մենք բայց մյուս կողմից ոչ, բացարձակապես։ Եթե մենք Թուրքիան կկնքի մեր այդ պայմանագիրը, եթե մենք ասենք դեզանից մենք հողային պահանջներ ունենք Թուրքիեր։ Կնքեք մեր պայմանագիրը։ Եթե դու ալը ասում ես էշի տեղ եք դրել։ Պետրոս, նույնը գրկնում ես։ Թուրքերն ալ մեզ թող չդնեն այդ նույն գենթանու տեղը, հասկանում ես։ Դու չես ուզում որ մենք իրենց դնենք, բայց ընդունում ես որ թուրքերը մեզ դնեն այդ կենթանու տեղը։ Ինչի ինչով, այս հայտարարությունը։ Այսինքն դեք, բարի, այս թեման փակենք, այսինքն դու գտնում եք որ գերմանացիները, որոնք ֆրանսիացիներից հողային պահանջներ չունեն, ուղղակի էշ են։ Նրանք արժանապատվություն չունեն, որովհետև Ստրասբուրգը թողել են ու սենց ողջ աշխարհը, պարոն Օսկանյան։ Ճապոնացիները էշ են կուրիլների, այսինքն սխալ ես մեկնաբանում։ Դու պատմական տիվանակական նրբությունները չես հասկանում փաստորեն։ Դու թուրք-հունական հարաբերությունների մեջ խորացել ես։ Այո։ Չեմ կարծում, եթե խորացած լինեիր չէիր ասել։ Այն է որ ոչ մի բանի չի հրաժարվել եւ երկուսը շատ նորմալ հարաբերություններ ունեն։ Եթե քեզ թվում է որ շատ տեսփանություններ ունեն, կարծում ես դու երբ համալետները թռնում են նրանց տարածքներով եւ այլն։ Հա, այդպիսի բաներ կլինեն, բայց երկու երկրները տեսփանություններ ունեն, դիվանագիտական հարաբերություններ ունեն, նորմալ արևդուր ունեն, սահմանները բաց են։ Մենք դա ենք ուզում, չէ՞։ Բայց երկուստեք ոչ մի բանից չեն հրաժարվել, Պետրոս։ Նույնը գերմանացիները եւ ֆրանսացիներն են։ Երևի դու պատմությունը պահում են եւ համար պահեն։ Պետրոս դու դարք չես տարբերակում բուրըն պահելու եւ քո իրավունքները վերջո քեզ բահելու, որոնք երբևէ մեզ պետք չեն գալու։ Ինչ գիտես, Պետրոս։ Այսինքն մի 100 տարի հետո կարող է 73 թվականին դու քանի տարեկան էիր։ Ես մի։ Լավ, երբ էիր որ արդեն կարողանում էիր մտածել, սովետը կար թե չէ։ Կար։ Թեկուզ այդ ժամանակ մտքովդ անցնում էր որ սովետը կփլուզվի։ Չէ։ Եղավ, անցնենք արա։ Անցնենք առաջ, բարի։ Հիմա տեսեք, դուք ասում եք, որ այ մեր ժողովրդին պետք է նման ընտրության առաջ չկանգնեցնել, հա։ Խոսքը ստեղ վերաբերվում է նաև այն ենթահանձնաժողովին, որը պետք է քննի պատմական հարցը։ Դուք շատ ճիշտ եք գրում, պարոն Օսկանյան, որ այ պետք է իշխանությունը ճիշտ ասի, որ այո, ստեղ քննարկվելու են ցեղասպանության վերաբերյալ խնդիրներ, այլ ոչ թե կարակոյնլու ցեղերի եւ այլ ցեղերի խնդիրները։ Բայց հիմա տեսեք, պարոն Օսկանյան, թե դուք հիշում եք Հրանտ Դինքը, որը մայից հետո մենք որին աստվածացեցինք մեր սովորության համաձայն, նա այսպեսի բան է ասում, որ որպեսզի Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, մենք պետք է հենց նրանց հետ դնենք քննարկման այդ հարցը։ Այդ հարցը դարձնենք Թուրքիայի քաղաքական օրակարգի մասնիկը։ Եվ հիմա այս հանձնաժողովը, որը ստեղծվելու է, չէ՞, նա հնարավորություն կտա Թուրքիայում քննարկել ցեղասպանության խնդիրը։ Վերջոչը թուրքերի մեծ մասը չգիտել որ այդպես խնդիր կա։ Եթե շփվես սովորական թուրքերի հետ։ Եվ այս հանձնաժողովը մեզ հնարավորություն է տալիս Թուրքիայի օրակարգում պահել ցեղասպանության խնդիրը, որը շատ կարևոր է մեզ համար։ Եվ վերջինը, պարոն Օսկանյան, դուք գիտեք, որ այդ հանձնաժողովի մեջ ներգրավվելու են նաև միջազգային ցեղասպանագետներ, որոնց գերակշռող զգալի մասը փաստում է, որ սա գիտականորեն հաստատված փաստ է, որ ցեղասպանություն է։ Հետևաբար ինչու դա չի բխում մեր շարից եւ արդյոք ստեղ համաձայն չեք, որ ստեղ նման ընտրության խնդիր չկա։ Վերս այդ կորդընթացը վաղուց արձել եւ բրձել է եւ շատ օբյեկտիվորեն արվել է, կասկած չկա, որ դա ցեղասպանություն էր։ Օդար պատմաբանները դա հաստատել են։ Նորից այդ դոսիեն բացել, թուրքերի մասնակցությամբ դա բացարձակապես անընդունելի է եւ այս հարցի շուրջ դու շատ միամիտ ես գտնվում։ Ինչու, պարոն Օսկանյան։ Այսօր Թուրքիայի մեջ արդեն օրագարկային հարց է ցեղասպանության հարցը, օրից օր նրանք սրա մասին լսում են, արդեն նրանց մտավորականությունը ավելի համարձակ բաց խոսում է։ Այն բահին, որ այս հանձնաժողովը կսկսի աշխատանքը, ինչպես այստեղ ձևակերպվել է, այդ բոլորը կկանքնեն։ Ինչու՞, որովհետև մենք կտանենք փաստեր, կգան միջազգային պատմաբաններ։ Դու լուրջ ես ասում։ Այո։ Այսինքն ուզում ես որ մեր պատմաբանները գնան փաստերով, փորձեն վիճեն թուրքերին հետ, որ ցեղասպանություն եղել է։ Խոսան հասարակության մեջ ուրիշ ճանապարհ կա բացի երկխոսությունը։ Վերջան, ցեղասպանության հարցը քաղաքական հարց է, ոչ թե պատմական։ Եթե դու իսկապես կարծում ես, որ դա պատմական է, ստեղծվելու է պատմաբանների հանձնաժողով։ Արի ուրիշ հարցի անցնենք։ Ես ստեղծվելու է պատմաբանների հանձնաժողով։ Ոչ թե քաղաքական։ Դա բացարձակապես անընդունելի է, Պետրոս։ Դա նշանակում է, դու ասում ես, որ ես ինքս եմ կասկածում, արի նստենք, քննարկենք։ Ինչու է դա նշանակում։ Միանշանակ։ Դու գալիս ես հասարակության հետ սկսում ես խոսալ, ցույց տալ փաստեր, բացել արխիվներ, գալիս են միջազգային գիտնականներ։ Այստեղ ինչ ուրացման բան կա։ Բայց դու ինչ գիտես այդ միջազգային մասնակիցները ովքեր են, ինչ են ասում։ Դու հրավիրի։ Վերուս նորից եմ ասում, նախապատմություն կա, Էրդողանի նամակը կա, որ ասում է պատմաբանների հանձնաժողով, այստեղ ձեր պատասխան նամակը, որ ասում է համաձայն ենք միջկառավարական։ Չէ, որոնք ուսումնասիրեն այս խնդիրը եւ որոշեն ցեղասպանություն եղել է թե չէ։ Սա բայց այստեղ չկա նման բան։ Այդ հանձնաժողովը ոչինչ չի որոշելու։ Հրամայական մանդատ չունի, պարոն Օսկանյան։ Չէ, դա բագաց որ հենց այդպես գրվել, բայց քննարկում է, ասում է հարցը պայն օրակարգում։
Պետրոսն է։ Այնտեղ երբ որ դու արխիվ բառն ես դնում, փաստաթուղթ բառն ես դնում, պատմություն բառն ես դնում ես մասնակետներ եւ ասում ես, որ այս բոլորի նպատակն է դարբերությունները որոշել։ Սա դառնում է Էրդողանի նամակի արտահայտություն։ Սա կասկած չկա, արի արցանակրենք, դու էլ ասիր, որ դա իրոք այդպես է։ Այստեղ կասկած չկա։ Սա բացարձակապես անընդունելի է։ Բայց սա նաև ձեր տրամաբանության մեջ է, չէ՞։ Իմ տրամաբանությունը նամակը չկար, որ Քոչարյանի նամակի ստեղծենք միջկառավարական հանձնաժողով, որը քննարկի բոլոր հարցերը։ Չէ, որի նպատակը կլինի քննարկել, թե երկու ժողովուրդները, երկու պետությունները միասին ինչպես կարող են հաղթահարել մեր պատմության ամենացավալի իրադարձության հետևանքները։ Պետրոս, սա քաղաքական քննարկում է։ Սա պատմական քննարկում է։ Հիմա հողային բանտ չունենք եւ նաեւ պատրաստ ենք ծեր այդ ցեղասպանության փաստը քննարկել, այս երկուսի համատրումը ինչա լինում։ Երբ որ հագատրում ես կամ հագագշրում ես սահմանի բացման հետ, մեր ժողովրդին դնում է շատ ծանր վիճակում ընտրություն կատարելու, որտեղ ես համոզված եմ մեր ժողովուրդը, ներառյալ ես, ուզում ենք որ սահմանը բացենք, բայց հանկիստ չենք զգում, իմ խիղճը չի դանի Պետրոս, որ ես ոտի կանգնեմ եւ ասեմ, որ ժողովուրդ եկեք անենք։ Չեմ կարող ասել Պետրոս։ Որտեվ ժողովուրդը պետք է մտքում պահի արևմտյան հարցերի հողերի ուզելը պանոսքան, դե դուք եք նվաստացում է։ Ինչքան նվաստացում։ Ինձ համար նայ, կարող է մեր ժողովուրդը այդպես չի մտածի, չգիտեմ։ Պանոսքան, դες չի նվաստացում, որ մենք ասենք ամենամեծ բեռներն է, ամենամեծ աշխարհում մաքսատունն ենք, դուք ենք տալիս վրացիներին, դա չի նվաստացնում։ Չէ, դրանք իրենց տարիֆները ունեն հիմա։ Չի նվաստացնում։ Այո, կախված են վրացների քմահաճույքից, ինտերնետից հենց կտրում են մենք ստանում ենք։ Դա չի նմանադիպ, եթե թուրքերը նմանադիպ ինչ-որ ճանապարհներ փնտրել, այլընտրանքներ ստեղծել, պանոսքան։ Բայց նորից այստեղ բոլորը որ միակ Եվրոպայի փակ սահմանը մենք ենք, դա չի նվաստացնում։ Նա ես այն դպրոցություն նորից հանգարց չթողեմ էլի, որ անընդհատ կրկնում եմ, որովհետև դա իսկապես այդպես է։ Ես առաջիններից եմ որ գուզենայի տեսնել այս սահմանը բացվի, բայց ոչ նման ընտրության առաջ կանգնել։ Սա իսկապես շատ դժվարին ընտրություն է։ Ես չէի գնա այդ ընտրության եւ իմ հոդվածի մեջ ասել եմ։ Այս ցեվագերբումներով սա շատ լավ խաղապար է, լավ կորձընթաց է, բայց այս լավ կորձընթացը բերել է շատ վատ ցեվագերբումներով փաստաթուղթի, որը ես կարծում եմ, որ արժեզրկում է այս ամբողջ։ Պարոն, բայց համաձայնեք, որ ձեր ասածները այ արժանապատվություն եւ այլ, դրանք բարոյական կատեգորիաներ են։ Այն շահը, որ մենք ունենանք սահմանը բացվելուց, դրանք կոնկրետ քաղաքական գործընթացներ, որոնք կազդեն մեր տնտեսության վրա, տարածաշրջանում մեր կշռի վրա եւ այլն։ Այսինքն դուք հիմա ուզում եք մենք էլի բարոյական հաղթանակ տանենք եւ նստենք ասենք, տեսեք մենք ինչ էլի բարոյական հաղթանակ տանք, ջանդամ թե էլի մնացինք 100 տարի շրջափակման մեջ։ Վերոս դրա համար պետք է շարունակել։ Նախ որ այս ժամկետները, որ մենք մեր վրա դնում ենք, բայց դուք կողմնակից չեք ժամկետների հստակեցման։ Չէ, ժամկետների հստակեցման այնքանով հստակեցման, որ երբ որ հստակ թուրքերը պետք է սահմանը բացեին, ժամկետներ դնել, բայց այդ հստակությունը այստեղ չկա։ Ամբողջ հարցը փաստորեն գնալու է խորհրդարան։ Որից 2 ամիս հետո բայց խորհրդարանը կարող է չվավերացնել, չէ՞ պետք է։ Մերն է կարող է տենց անել։ Նայ։ Չկա պատմության մեջ, երևի ոչ մենք ունենք ոչ թուրքերը, որ այլ երկրի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման փաստաթուղթը ուղարկեն խորհրդարան ձևակերպման, հաստատման։ Այն փաստը, որ այստեղ այդ պայմանը դրվել է, արդեն կասկածի դեղիք է տալիս։ Երկրորդ, եթե Էրդողանը իր կառավարությունը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, անգերձ է այս հարցում, թող գնար թույլտվությունը ստանար իր խորհրդարանից, հետո թող կար Հայաստանի հետ բանակցեր։ Այն բահին, որ այս փաստաթուղթը ստորագրվի, եթե սահմաններ բացվում, թեր, ես ինչ որ դեղ կարող էի, գիտես, ինձ համոզել, որ լավ, հա, սխալվել ենք, բայց կոնե սահմանն է բացվել։ Չէի ընդունի, բայց ինչ որտեղ դեռ կարող էի, էլի, ես ինձ համոզեի, մխիթարեի։ Բայց այսօր, երբ որ հստակ տեսնում եմ, որ այս բոլորը դեռ գալիս կախվում է Ղարաբաղի, ոչ թե փաստաթղթով։ Ինչով է կախվում Ղարաբաղից։ Լավ, Պետրոս, դու չես հետևում թուրքերի հայտարարություններին։ Գիտեք ինչ կա, թուրքերը տենց էլ պետք է, դուք ուզում եք թուրքերը հայտարարեն, որ մենք Ղարաբաղից ոչինչ չենք ուզում, պարոն։ Բայց սրա հետ կարծում եք իրանք տես պետք է հայտարարեն։ Չէ, Պետրոս, եթե փաստաթղթի մեջ չկա, ասում են որ Ղարաբաղի հետ չէ կապված։ Մույս օրը Էրդողանը եւ Արտքոս նախարարը ինչ են ասում, որ ինչ պետք է ասի, կա ադրբեջանական թուրք Թուրքիայում, կա ադրբեջան եղբայրական։ Բայց օրը որ գա ինչ է անելու։ Դա իր պրոբլեմն է, պարոն, դա իր պրոբլեմն է։ Իսկ դու չես մտածում, որ եթե նրան հավատանք, այսպեսի արձանագրություններ չէր լինելու։ Հա, իսկ դու չես կարծում որ ինքը ավելի շուտ մեզ գծախի, քան թե իր ադրբեջանցի եղբայրները։ Դեռ ծախում ադրբեջանցի եղբայրները։ Ինչ գիտես, Պետրոս։ Փաստաթուղթը տեսնում ենք, սահմանը մարդ ուզում է բացի, որտեղ գրված չկա Ղարաբաղ։ Պետրոս միամիտ մի եղի։ Դե հիմա։ Մույս օր երբ որ հայտարարությունը չի անում, երբ որ հայտարարությունը միանշանակ նշանակում է որ այս
Այս ամբողջ գործընթացը Ղարաբաղի հետ կապված է։ Պարոն Սքան, այսինքն դուք ուզում եք Էրդողանը դուրս նաև գալ այստեղ ասի, խնդիրը «Սելի ադրբեջանցիներ»։ Ոչինչ թող չի ասի։ Ձեր հերն էլ անիծած, մենք Չէ, բաց, այդպես ասի։ Նա է ծայրահեղությունների է ստանում Չէ, դեպս, բա ոչ ինչ որ բան նա է, պետք է ներքին խնդիրներ լուծի, դուք չգիտեք դրանք, պարոն Գարալերի, եթե ինքը ներքին խնդիր ունի Պետրոս, ուրեմն օրը որ գա եւ խորհրդարանը հաստատի սահմանը բացի, ինչ անել, հրաժարականը տալու։ Չէ։ Դե լավ, Պետք է հաղթահարի այդ բայց ներքին վերջը օրը որ գա այդ մարդուն ասելու են, չէ՞, դու քո խոսքը արժեք ունի, թե չէ։ Դու ասում ես որ չի բացվի մինչև Ղարաբաղի հարցը լուծվի։ Եվ հիմա եկել է սահմանը։ Հիմա մենք Էրդողանի դարդն ենք լացում, պարոն։ Չէ, դու ես բարձրացնում, ես ասում եմ, որ այն փաստը Ես ասում կա փաստաթուղթ գրված, եւս սպիտակի, որտեղ Ղարաբաղ չկա։ Բայց մույս որ գա իր հայտարարությունը։ Է կա միջազգային հանրության հայտարարությունը, որ ասում է կապ չունի այս process-ը։ Հա, բայց Կա Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ասում է կապ չունի։ Չէ, բայց սահման բացողը ով է, Սերժ Սարգսյանը թե միջազգային հանրությունը։ Էրդողանը։ Եղավ, ուրեմն Էրդողանի խոսքին ինչ որտեղ ճշմարտ արժան։ Դե հիմա կարող է չի գնա ճնշման, չմոռանանք որ նա ամերիկացիները, որ իսկապես այստեղ մեծ թերագադարություն ունեն եւ երկուստեք ճնշելով այս փաստաթուղթը ծնել են, չմոռանանք որ իրենց համար ամենակարևորագույն հարցում Իրաքի չկարողացան թուրքերին ստիպել, որ տարածք դրամատրեն իրենց զորքերը անցնել Թուրքիայից դեպի Իրաք։ Չմոռանանք Գործադիրը ասեց համացանենք, տարան խորհրդարանը մերժեց։ Ամերիկացիք նույնիսկ Իրաքի հարցում կարողացան ճնշել թուրքերը, չկարողացան։ Պարոն Սքան, եթե թուրքերը չանեն, դուք եք ձեր հոդվածում գրում, որ Օբաման կճանաչի ապրիլի 24-ը որպես ցեղասպանություն, եւ մենք կշահենք դրանից նորից։ Կարող է, բայց մյուս կողմից արդեն թուրքերը գրավոր Պետրոս մեզանից ստացել են ինչ որ իրենց պետք էր։ Թուրքական դիվանագիտության Սա վավերացված չի, պարոն Օսկայան, չմոռանանք։ Հասկանում եմ, վավերացման արժեքը նայ, այստեղ մի բան պիտի տարբերակես Պետրոս, որ մեր ստանալիքը շոշափելի է։ Այսինքն սահմանը պիտի բացվի, մեքենաները գնան գան, շոշափելի է։ Այո։ Իրենց ստանալիքը ավելի վերացական է, խոսք է, որ հետո իրենք դա կարող են վերցնել ու օգտագործեն։ Երբ որ քո կորձաթիրը գրավոր դա դալիս է եւ նաեւ ստորակրում է, անկախ դա վավերացում է թե չէ, արդեն դու ասել ես աշխարհին, որ ես խնդիր չունեմ ցեղասպանության հարց քննարկելու եւ ես հողային բանալի։ Պարոն, դուք եք ձեր հոդվածում ասում ես որ չի վավերացվել, բայց սա արդեն խոսք է որ դրվել է։ Իրենցը ավելի ֆիզիկապես շոշափելի բան է։ Սահման պետք է բացվի։ Ինքը մինչև խորհրդարանը չի վավերացնի, այդ սահմանը չի բացվի։ Թույլ տվեք ասել, որ խոսքերը քաղաքականության մեջ շատ կարևոր են։ Եվ համաձայն եք, որ եթե Թուրքիան խափի աշխարհին, այս ձևով, ցինիկ ձևով, հա, ապա դուք ձեր հոդվածում էլ գրել եք Օբաման ապրիլի 24-ը կճանաչի ցեղասպանություն, Թուրքիայի վարկանիշը կընկնի, իսկ մենք կմնանք որպես լավ խաղացող, խաղի կանոնները պահող, եւ մեր վարկանիշը կբարձրանա։ Այսինքն երկու դեպքում է Թուրքիան տուժում է։ Այո, դու մի քիչ առաջ պրագմատիզմից էիր խոսում։ Ասում էիր, որ արդյոք արժի մեր արժանապատվության կամ պատմության մեր էմոցիաների համար փակ սահման բայել։ Հիմա պաստորեն հագարակ ուղությամբ ես գնում, ասում ես, որ մենք կշահենք ուրեմն դուք եք գրել հոդվածի մեջ, որ Օբաման կճանաչի ապրիլի 24-ը, եթե չբացի, եթե Օբամայի միջև, չէ, ես ասի, եթե մինչև ապրիլի 24-ի օրը բացվի, մենք սկսենք մտահոգվել, որ արդյոք թուրքերը դրա դիմաց ինչ են ստացել։ Այնտեղ երևի թե լավ չես կարծացել, ես այս կերպ եմ ասել։ Կարող ես ասել։ Դուք ասում եք, եթե այս արձանագրությունների վավերացումը տեղի ունենա եւ դա տեղի ունենա նախքան Օբամայի ապրիլի 24-յան ուղերձի ժամկետը, որը դրված է Թուրքիա առաջ, այդ դեպքում կարելի է վստահել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ստացել են բավարար երաշխիքներ։ Տեսա՞ք։ Հա, բայց ձեր ասած բավարար երաշխիքները դա որևէ միտեղ արձանագրված չի, դա ենթադրություն է, պարոն Օսկան, համաձայն եք։ Պետրոս մեր գրնագի հետևից այսօր շատ ակտիվ դիվանագիտական կոորդինացիա է գնում։ Այս պահին ամերիկյան պատվիրակություն կա Թուրքիայում, թուրքական պատվիրակություն կա Ամերիկայում։ Իսկ մեր պատվիրակությունները ոչ Թուրքիայում են, ոչ Ամերիկայում են։ Այսօր շատ լուրջ կոորդինացիա կա եւ չմոռանանք, որ Թուրքիան շատ ավելի ազդեցիկ ծանրագշիր է եւ իր ազդեցությունը, որտեղ նրա լծակները շատ ավելին են եւ նրանք կկարողանան իսկապես մեր գրնագի հետևից շատ բան գործել։ Ես այս ամբողջ բանից փաստաթղթից իրես նաև մտահոգ եմ այն մասով, որ մենք շատ շուտ այս բոլորը բացեցինք։ Ես առաջի օրից էլ ասել եմ Պետրոս, որ մեր ամենամեծ թերությունը այս կոորդինացիայի մեջ կոորդինացիի հրաբարագայնեցնումն է։ Կոորդինացիը հրաբարագայնեցնելով, ամերիկացիների ներգրավվելով, խաղը մեծացավ։ Երբ որ մեծանում է, շահերը այստեղ արդեն իրար հետ փախվում են, յուրաքանչյուր արդեն իր շահն է եղաբնթում, եւ Հայաստանը որպես փոքր պետություն եւ նաեւ Ղարաբաղի խնդիր ունեցող, գտնվելով Ադրբեջանի եւ Թուրքիայի արանքում եւ նրանց ճնշման տակ, շատ ավելի գործնելու բան ունի, քան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այդ դեպքում մենք մեկը սահմանները փակենք եւ ասենք 100 տարվա մենություն։ Մենք որտեղ միշտ այդ խնդրեմը կա։ Մենք չէ, մենք միշտ էլ մեր բանը հայացքը պետք է ուղենք նրան, որ հասնել
սահմանի բացման, Ղարաբաղի հարցի լուծման, բայց հստակ նշածող պետք է լինի Բեդրոս եւ Թուրքիայի հետ եւ Ղարաբաղի հետ։ Երբ որ դու այդ նշածողը շատ ես իջացնում, արդեն դու քո գիտես ազդեցությունն ես կորցնում, սկսում են արդեն քեզ այլ կերպ նայել եւ տեսնեն, որ քո վրա ջնշելով կարող է քո վրա ջնշելով ինչ որ բաներ ստանա։ Բայ, պարոն Օսկանյան, բազում հարցեր կան։ Չեք կարծում, որ եթե կա քննարկել բառը նշանակում է ցեղասպանությունը դրվում է կասկածի տակ եւ դա շահավետ է Թուրքիայի համար, Հովհաննիսյան տնտեսագետ։ Դες արդեն անդրադարձանք դրան, էլի։ Այնտեղ ոչ թե միայն քննարկելն է, այլ նաև արխիվ նշվում է, փաստաթուղթ նշվում, մասնակ։ Այսինքն Էրդողանի այդ հանձնաժողովի առաջարկության բոլոր բարերը վերցրել են դարբեր ցևագերբմամբ դրել են փաստաթղթի մեջ։ Ես հասկացողի համար դա միանշանակ է, որ դա այն պատմական հանձնաժողովն է, որ թուրքերն են առաջարկում։ Ինչպես եք պատկերացնում Հայաստանի վիճակը, եթե Թուրքիան վերադարձնի 12 միլիոն քրդերով բնակեցված տարածքները, Ռազմիկ ինժեներ։ Եվ մենք նրանց կքշենք հետ Թուրքիա կամ ցեղասպանություն կանենք կվերացնենք։ Չէ, դա շատ հիպոթետիկ հարց է, այդպեսի բան չի։ Բայց դուք ասում եք դա պետք է մեր օրակարգում մնա, պարոն Օսկան, եւ մարդը ուզում է պարզել։ Չէ, նորից ասում եմ, ես շատ հստակ եմ դրել։ Գիտես, կարող է այո, մենք այդ հույսը չունենանք, բայց այդ հույսը պետք չէ գործնել։ Մենք մեր ցերկով այդ հույսը պետք չէ պարադենք։ Պետք չէ, ես սա եմ ասում։ Միֆերից պետք չի կարող է 17 տարի ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Լևոն Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը մի օր հողային բանջի հարց չեն բարձրացրել։ Երբ որ մենք դա չենք բարձրացրել, թող բարեհաճեն թուրքերն էլ մեզ չստիպեն հագարակը ասելու։ 91 թվականից փորձեր են դա անել, Լևոն Տեր-Պետրոսյանը դրան չի գնացել, Քոչարյանը չի գնացել, ինչի այսօր մենք գնում ենք դրան։ Որտեղ ձեր ժամանակ ոչ ոք սահման չէր բացում, պարոն Օսկան, շատ պարզ տրամաբանությամբ։ Չէ։ Ձեր ժամանակ փակ էր, ուզում եք, չէ, անեք, ուզում եք չան։ Դա հարց կա։ 94 թվականին, եթե այս պայմանները բավարարվեին, ես վստահ եմ, որ կբացվեր, նաև 99 եւ 2000 թվականին, եթե այս պայմանները բավարարվեին, նույնպես մենք նման իրավիճակում գտնեինք, որ Թուրքիան սահմանը բացելու շեմինգ լիներ։ Վարդանը ձեզ հարցնում է, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը տարածքային պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ։ Այդ ժամանակ Օսկանյանը նախարար էր արդյոք, թե ոչ։ Հարցնում է քաղաքացին։ Ես այդ էպիզոդը հիշում եմ, Քոչարյանը Ալի Բիրանդի հարցազրույցի ժամանակ այդ թեմային անդրադարձել էր, բայց այդ հայտարարությունը կոնտեքստից հանվել էր։ Ես լավ հիշում եմ, երբ որ Թուրքիայում դա հրապարակվեց արդեն գրավոր, դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացավ։ Այնտեղ բարեբախտաբար նախագահականում ցայնակրվել էր ամփոփչը, նախագահականը սղագրությունը հրապարակեց եւ այդ հարցը աղավաղված էր թուրք թղթակցի կողմից եւ Քոչարյանը բարձում էր, որ այդպիսին չէր ասել, կոնտեքստից հանված էր, ինչ որ ասվել էր։ Այնպես որ ես կարծում եմ, որ ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ Քոչարյանը, չգիտեմ Սերժ Սարգսյանի հայտարարություններին անգամ մոդիկից չեմ հետևել, կարծում եմ, որ երբեք չեն հայտարարել, որ մենք հողային պահանջ չունենք Թուրքիայից։ Դե ես տենց մի երկու բան հիշում եմ։ Դուք չեք ընդունում, որ Քոչարյանի հետ միասին Արցախին դուրս մղեցիք բանակցային գործընթացից։ Իսկ Թուրքիային ընդգրկեցիք բանակցություններում եւ ձեր օրոք դիվանագիտական կորպուսը ոչինչ չարեց Արցախի ինքնորոշման հարցում, Արմենուհի մանկավարժ։ Դա հարցը չեն, պարոն Օսկան։ Չէ, նորմալ հարցեր են։ Իհարկե համաձայն չեմ, Ղարաբաղը մեր օրերին դուրս չմղվեց։ Ես բազմիցս սրա մասին ասել եմ։ Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց 97 թվականի մարտին, երբ որ Մինսկի գործընթացը կանգնեց։ Դա կանգնեց 97 թվականի մարտին, եւ դրա հիմնական պատճառը Լիսաբոնյան հայտարարությունն էր։ Երբ գործընթացը կանգնեց, բնականաբար Ղարաբաղը սկսեց բանակցություններին չմասնակցել։ Բայց մինչ այդ արդեն նախագահների մագարտակով կար հանդիպումներ, նախարարների մագարտակով կար հանդիպումներ։ Այդ գործընթացը իհարկե շարունակվեց։ Երբ որ Ստամբուլում մենք ստորագրեցինք, հիշում եք, մենք չճանաչեցինք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը այս ստորագրությունով, հիշում եք դուք։ Ստամբուլում ԵԱԿ գաղափարաժողովում։ Գիտես, որ ես այստեղ եմ ասել, որ նույնիսկ երկկողմանի պրոտոկոլում Թուրքիայի բարակային կարելի է խոսել տարածքային ամբողջականության մասին։ Իմ արարգությունը հիմնականում կոնկրետ այդ մի ցևագերբման մասին է, որ բովանդակային առումով բան չի խոսում։ Չէ, ի լրումը տարածքային ամբողջականությունը հստակորեն ֆիքսում է, որ այսօր Հայաստանը ճանաչում է այսօրվա Թուրքիայի սահմանները, դա էապես շատ բան է։ Իսկ պրոտոկոլով մենք որովա Թուրքիայի սահմաններն ենք ճանաչում, պարոն Օսկան։ Չէ, նոր այսօր հրապարակվել է, սեղանի վրա է դրվել եւ այնտեղ տարածքային ամբողջականությունը կա։ Ի լրումն դրան կա նաեւ այսօրվա փաստացի սահմանի ճանաչման հարցը։ Իմ արարգությունը կոնկրետ դրա մասին է, բայց այդ հարցում կա երկրորդ մասը, որ ոչինչ չի արվել ինքնորոշման, շատ սխալվում է հարց տվողը, ընդհակառակը առաջի անգամ լինելով 91 թվականից այսօր ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը
կարող է չհամաձայնվել Լիսաբոնյան սկզբունքների գաբակցությամբ դրական փակցական գնահատել, բայց փաստ է որ առաջի անգամ լինելով իմ ուրեմն այդ ժամանակահատվածում մեր թիվանակետության աշխատանքի, թիվանակետների աշխատանքի որպես արդյունք ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Ձեր օրոք գաղտնի բանակցություններ էին գնում Թուրքիայի հետ, արդյոք այդ բանակցության արդյունքները ներգրավված են ճանապարհային քարտեզի մեջ եւ որն էր Հայաստանի դիրքորոշումը այն ժամանակ, հարցնում է Վարդանը։ Ես ասեմ, իսկապես Թուրքիայի հետ միշտ էլ բանակցություններ եղել են եւ Դերբեսյանի ժամանակ եւ մեր ժամանակ տարբերությունը այսօրվանից այն էր, որ դա եղել է ցածր մագարտակով եւ ոչ հրաբարագային եւ այնտեղ իսկապես այս բոլոր հարցերը քննարկվել են։ Մեզ համար երկու այս ճակատագրական հարցերում շատ ավելի ընդունելի ձևակերպումներ է առաջարկվել մեր կողմից։ Տարածքների հետ կապված ձևակերպում եղել է այնինչ, որ արդեն մի քանի անգամ գրկնել եմ, հենվելով միայն միջազգային ընդունված նորմերի վրա, իսկ ինչ վերաբերում է հանձնաժողովներին, այնտեղ ձևակերպումը եղել է այնինչ, որ հրաբարակայնորեն արդեն գրվել է Քոչարյանի նամակի մեջ Էրդողանին։ Միջկառավարական հանձնաժողով, որը կքննարկի երկու ժողովուրդների այդ ցավալի իրադարձությունների հաղթահարման միջոցները։ Տեսեք, Վարդանը մարզիչ հետաքրքիր հարց է տալիս։ Արդյոք դիվանագիտական հարաբերություններ հաստատելը չի լեգիտիմացնի Թուրքիայի ներկա սահմանները։ Իրեք Պետրոս, ես նորից օրինակ տամ Հունաստան, Թուրքիա, Սիրիա, Թուրքիա, նույն Ֆրանսիա եւ Գերմանիա։ Ճիշտ է, իշխանությունները միգուցե այդ հարցը չեն դնում, բայց այդ երկրների միջև միշտ էլ տարածքային խնդիրներ կա, դրանք չեն լուծվել, բայց որևէ կողմ չի հրաժարվում իր իրավունքներից։ Խոսքը այսօր դրա մասին է գրում։ Դու կարող ես թիվանակետական հարաբերություններ հաստատել, միջազգայինորեն ընդունված պրոտոկոլները ստորագրել, բայց առանցին բարդացության տակ նախապայման որպես ընդունում լրացուցիչ ձևակերպումներից պետք է հրաժարվել։ Ընդամենը ես սա եմ ասում։ Մենք այսօր բեք չունենք խողային հարց բարձրացնել Թուրքիայի հետ, բայց մյուս կողմից էլ եկեք մենք մեզ չբարդացրենք մեր պատմական իրավունքներից հրաժարվել։ Ինչու, Պետրոս, այլ ժողովուրդներ չեն արել։ Ես քեզ մի բան ասեմ, Ղարաբաղը մերն է եղել, այսօր էլ մերն է, վաղն էլ մերը կլինի։ Երբեք չմտածես, որ Ադրբեջանը կհրաժարվի իր իրավունքներից չագերտավոր Ղարաբաղի նկատմամբ։ Ինչի ես դու ուզում, որ մենք այսօր հրաժարվենք մեր իրավունքներից Արևմտահայաստանի նկատմամբ։ Ես այսքան Ես հասկանում եմ, պարոն Սքան, այսինքն մենք ջավախներ ենք, մեր սրտի մեջ պահում, Իրանի հողերներ ենք, այդպես է։ Կարող եմ արդյոք պահում։ Կարող ես պահել, այնքան մեր սրտի մեջ հարմար պահի ժամանակ ուզելու։ Այնքան ես չեմ արտադրել դրան, դա չէ, ինչի՞ չկարտահայտվի, եթե մինչև վերջ ասեք։ Ոչ, չես կարող նույնացնել ջավախ, ոչ։ Դա մեր պատմականը չի։ Ոչ։ Նույնիսկ այսօր Դաշնակցությունը ջավախի մասին խոսելիս ընդամենը ինքնորոշման մասին է խոսում, Պետրոս։ Չես կարող նույնացնել։ Պատմությունը, ես ասում եմ, որպես այն գուսակցություն, որ շատ հետևողական է եղել այս հարցերում։ Դաշնակցությունը ջավախքի մասին երբ որ խոսում է, նույնիսկ եմ ասում, էլի, խոսում է ընդամենը ինքնորոշման մասին, ոչ թե ինչ որ Հայաստանին միացնելու, անկախացնելու եւ այն։ Այսօր ջավախք եւ Արևմտահայաստան չես կարող իրար նույնացնել։ Որոնց տարբեր պատմություններ են, Պետրոս։ Կարող է պատմությունը լավ չգիտես։ Մեր հողերը չեն, պարոն։ Չէ, տարբեր են։ Այնտեղ տարբեր են։ Չէ, տարբեր են։ Ես ջավախքի Հայաստանի պատմական մասը չի։ Նայ, ես ջավախքի մասին ընդհանրապես չեմ ասում։ Հա, բայց մեր պատմական հետ կապված, չէ, ջավախքի հետ կապված միջազգայինորեն ընդունված պայմանագրեր, բաներ չունենք մենք։ Արևմտահայաստանի բարակային, Սևր ունենք, Վիլսոնյան Հայաստան ունենք, բոլորովին ուրիշ բան է, Պետրոս։ Բոլորովին ուրիշ բան։ Խոսում եք մեր սրտերի կայծի մասին, այլ ոչ թե պայմանագրերի, պարոն Սքան։ Արժանապատվություն։ Տարբեր բաներ։ Բարի։ Ինչ է պատճառը, որ հայերի մեջ ազգային մոլեռանդություն չկա։ Պատճառը վախն է, թե հայրենասիրության բացակայություն, այսպեսի փիլիսոփական հարց է ձեզ ուղղում Արմեն Ղազարյանը պատմաբան։ Այսինքն թե մոլեռանդ ենք, պարոն Սքան։ Չէ, նայ, պրագմատիզմն է պատճառը։ Չէ, պրագմատիզմ մեր ժողովուրդը բավական պրագմատ է, Պետրոս։ Իսկապես գիտեք, մենք բավական դժվարին անցյալ ենք ունեցել, շատ բան ենք կորցրել, բայց մյուս կողմից էլ շատ պրագմատ ենք մոտենում այս հարցերին։ Այն ինչ որ ես եմ առաջարկում, դա նույնպես պրագմատիզմի վրա է կառուցված։ Այն ինչ որ այսօր իշխանություններն են անում, արդեն զայրայեղ պրագմատիզմի վրա է կառուցված։ Դա աղավաղված է արդեն։ Դրա համար էլ մենք նման փաստաթուղթ ենք ստացել, բայց հիմնականում ես կարծում եմ, որ մեծ հաշվով մեր ժողովուրդը իսկապես կորզնական է։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատելուց հետո չէ կարծում որ ավելի զուսպ պետք է արտահայտվենք թուրքերի հասցեին։ Մեսրոպյան Արտուր Ուսանող, չէ՞ որ ըստ թուրքերը հայերին ահաբեկիչներ են համարում առանց այդ։ Չէ՞ նա, եթե այս պրոտոկոլը ստորագրվում է, շատ բան փոխվում է արդեն իսկապես։ Մենք ցեղասպանության մասին արդեն խոսելիս
որոշ սահմանափակումներով պետք է խոսենք, պատմության մասին խոսելիս արդեն կաշկան տվյալության պետք է խոսենք, որովհետև փաստաթուղթը մեկը ինձ խանգարելու, ես նստեմ խոսամ այդ մասին ազատ։ Ժողովուրդը կարող է խոսել, բայց վերջը պետության կողմից ստորագրված փաստաթուղթներ ճանաչում։ Հասկանում եմ, բայց ժողովուրդն էլ միշտ էլ կարող է խոսել։ Չէ, բայց վերջը իշխանության եւ պետության գործողություններն են։ Շուշանը տնտեսագետ հարցնում է, դուք եւ Դաշնակցությունը գրեթե նույն տեսակետն ունեք, հնարավոր է ձեր միացումը Դաշնակցությանը։ Նայեք, ես Դաշնակցության հետ միշտ էլ համագործակցել եմ, մեր տեսակետների մեջ ընդհանրություններ կան, բայց այս պահի դրությամբ ինչ որ միասին, որովհետև իրենք կուսակցություն են խորհրդանում ներկայացված, ես ընդամենը անհատ քաղաքացի, որոշ ներգրավվածություն ունեմ քաղաքական դաշտում, աբակային ինչ կլինի դժվարանում եմ։ Ցեղասպանության վերապրածի Ժառանգ Լիլիթ, ես կիսում եմ ձեր տեսակետների վստահ եմ, որ 30 տարի հետո ամեն ինչ կփոխվի, ասում է Լիլիթը։ Բարի։ Սահմանի բացում արդյոք կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացման եւ արտագաղթի կանխմանը, թե հակառակը, գարանի այվազ չեմ կարող ազգանուն կարդամ, հաշվապահ։ Ես վստահ եմ, որ օգտագործություն կունենա Պետրոս։ Միշտ բաց սահմանը ավելի լավ է փակ սահմանից, ես այստեղ կասկած չունեմ։ Իհարկե, մեր ժողովրդի մի հատվածի մոտ որոշ մտահոգություններ կա, որ կարող է փաթսական հետևանքներ ունենալ, բայց ելնելով այդ կանխավարկածից մենք չենք կարող ամեն ինչից հրաժարվել եւ ասել, որ չի ավելի լավ է փակ պահենք։ Պետք է իսկապես գնալ սահմանի բացմանը արժանապատիվ ձևով, բացելուց հետո, եթե փաթսական հետևանքներ լինեն, միշտ էլ կարելի է օրենսդրությամբ դրանք կարգավորել։ Տեսեք, շատ կարևոր հարց է, պարոն Օսկանյան, Համլետն է հարցում ձեզ, չեք կարծում, որ տարածքներից հրաժարվելը մեծ հետագա շանսերից զրկվելն է, չէ՞ որ հնարավոր է Թուրքիայի կործանում, ինչպես եղավ ԽՍՀՄ-ի հետ։ Այսինքն սա վտանգավոր մտածելակերպ չի, պարոն Օսկանյան։ Պետրոս, նայ, իրես իսկ եթե չփլվի Թուրքիան։ Նայ, Պետրոս, նորից եմ ես կրկնում, Պետրոս, պետք չունենք մենք հողային բանջ տնել Թուրքիայի առաջ, փաշնից կողմից էլ չստիպվենք էլի, կամ մենք մեզ չստիպվենք մեր իրավունքներից հրաժարվել։ Ընդամենը ես սա եմ ասում։ Հասկանում եք, եւ այս փաստաթուղթում դժբախտաբար մենք մեր այդ իրավունքներից զրկվում ենք։ Ֆիզիկոս Ռուբեն Մանուկյան, չէ՞ կարծում, որ իշխանությունը այս ամեն ինչ անում է, որպեսզի ինքը ավելի մեծ լեգիտիմություն ունենա։ Գիտեք, ես սա այնքան ստանա դրսից։ Չէ, նայեք, ես ասեմ, որ չէ երևի, որովհետեւ սա այնքան ճակատագրական խնդիր է այս մեր ժողովրդի համար։ Նույնիսկ չեմ ուզում մտածեմ, որ ինչ որ ներքին լեգիտիմության համար նախկա։ Չեմ կարծում, Պետրոս, որ ինչ որ ներքին լեգիտիմության համար նախագահը կարող է, գիտես, նման քայլերի գնա։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը ծնվել է սխալ հաշվարկի վրա։ Նախագահը մտել է մի գործընթացի մեջ, առաջի պահից ես ասել եմ, որ դա սխալ ճանապարհ է եղել, ուղղակի ճիշտ չի հաշվարկվել, գնալով խորացել է։ Եվ այս փաստաթուղթը ի հայտ է եկել։ Դիվանագիտությունը լավ չի աշխատել, այսինքն լավ չի փանակցվել այս փաստաթուղթը։ Նայեք, դա իմ հիմնարկն է եղել, այնտեղ շատ լավ էլ փորձալու դիվանագետներ կան, չգիտեմ ինչ է եղել, բարդաթրվել է, լավ չեն հասկացել, ճնշման դակ են արել, փաստ է Պետրոս, որ սա լավ փանակցված փաստաթուղթ է։ Այնտեղ ավելի լավ ձևակերպումներ իսկապես կարելի էր գտնել։ Այնպես որ ես վստահ եմ, որ միտումներ չի եղել, սա արդյունք է սխալ հաշվարկի։ Ինձ համար ամենամտահոգիչ խնդիրը այն է, որ այս ճանապարհի վրա մենք օրեր խորանում ենք։ Փաստաթուղթը ի հայտ գալով մի քայլ էր խորացանք, 6 շաբաթ հետո եթե նախագահ կամ արտգործնախարարը ստորագրի սա, ավելի ենք խորանալու։ Ես չգիտեմ հնարավոր կլինի հետո այդ ճահիճից դուրս գալ թե չէ։ Սա մի խնդիր է, որ ես մեծ հաճույքով կուզեի սխալված լինել։ Եթե 6 ամիս հետո, մի տարի հետո հարցազրույցի կանչես Պետրոս եւ ասես, պարոն Օսկանյան, դուք ասինչ թվականին SSS բաները ասիք փաստորեն սխալ էիք, ես քեզ կասեմ Պետրոս, շատ ուրախ եմ, որ սխալ էի։ Սահմանը կբացվի թե ոչ, պարոն Օսկանյան։ Պետրոս, եթե սահմանը բացվի առանց Ղարաբաղի հարցի լուծման, ես կլինեմ Հայաստանի ամենամտահոգ անձը, որովհետև կմտածեմ, որ ինչ որ բան մեր գրնագի հետևից պայմանավորվել են։ Ես սա չեմ ուզում նսեմացնեմ այն ինչ որ արվում է։ Ես անգերց իմ համոզմունքն եմ ասում։ Կարծում եմ, որ շատ դժվար կլինի, թուրքերը Ադրբեջանի շահերի դեմ չեն գնա, բայց եթե հանգարց առանց Ղարաբաղի հարցի լուծման սահմանը բացվեց, դու ես այս հասարակությունը ինչ որտեղ պետք է լուրջ մտահոգվի, որ ադրբեջանցիք, չեմ ասում Հայաստանը ինչ որ մեր գրնագի հետևից քախնի բանով։ Ես այդ բաներին չեմ հավատում, էլի, թավատրություններին, որովհետև թավաճան մարդ չկա։ Հասկանում եք,
ես այդպես Թուրքերը եւ ամերիկացիները։ Թուրքերը, ամերիկացիները, միջազգային Ռուսաստանը, հանրությունը, ինչպիսի, այ Ռուսաստանը Չէ՞ որ Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը կոնսենսուս այսօր, այո, այսօր Ռուսաստանը Ադրբեջանի հետ իր հարաբերություններում այնքան է խորացել եւ նաեւ Թուրքիայի հետ, որ կարող է Ռուսաստանն էլ իր շահերից ելնելով գնա այնպիսի քայլելու, ոչ թե նպատակային Հայաստանին վնասելու, որովհետեւ կարող է նրանց մտածողության եւ մեր մտածողության միջև լինեն դարբերություններ։ Չմոռանանք, որ այսօր միջազգային հանրությունը մեծ հաշվով ավելի գոհ է դարածքային ամբողջականության, քան ինքնորոշմանը։ Կարող է Ռուսաստանն էլ գնա այնպիսի քայլին, առանց ինքը դրա մեջ տեսնելու մի քայլ, որը գնում է ի վնաս Հայաստանի։ Բայց դե լոգիկայի միջազգային հանրությունը Թուրքիայի սահմանը բացելու դիմաց այս տարածաշրջանում տալու է ամեն ինչ։ Քրդերի հարցը, հա, դու գիտեք, ՆԱՏՕ-ի ղեկավարը եկավ Թուրքիա եւ նրանք կարողացան հյուսային Իրաքում խնդիրներ ուտել, տալու է Ղարաբաղի հարցը։ Դուք չեք մտածում, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը եւ Եվրամիությունը երբեւե չեն թողի Թուրքիան այստեղ այդքան ծանրակշիռ հարցեր ուտել եւ ներկայացում ունենալ։ Նայ, Թուրքիան միած սահման բացելու համար։ Նայ, Թուրքիան նրանց համար շատ կարևոր երկիր է։ Հենց դրա համար եւ վտանգավոր երկիր է։ Քրդագանը անկախատեսելի երկիր է։ Կարևոր չէ, կարևոր երկիր է եւ քրդագանը արի այս բանին չխառնենք հայկականի է։ Առևտուր չի։ Դա չէ, փորովին այլ հարց է, այսինքն նրանք չեն մտածելու, որ քրդագանում ինչ որ եթե բան են տալիս, ուրեմն Ղարաբաղով կարան չտան։ Այդպես չէ։ Այսինքն եւ քրդականը տան եւ Ղարաբաղը տան Չէ, բայց միջազգային հանրությունը չի համարի։ Հայ հենց հեսա Պետրոս վտանգը, որ միջազգային հանրությունը երբ որ Ադրբեջանին եւ Թուրքիային խոստանում է, որ ես ցեզ երաշխավորում եմ, որ բոլոր Ղարաբաղի հարագից տարածքները Ադրբեջանը կստանա, դա ինքը չի համարում, որ բանա տալիս Թուրքիային, որտեղ միջազգային հանրության համար դա բնական է, որ այդ տարածքները պետք է դրվեն։ Դա մեզ համար է, որ միջազգային հանրությունը առայժմ հայտարարում է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում որևէ դերակատարում չունի։ Պետրոս, փաստաթղթային առումով չունի, բայց ինչպես չունի, երբ որ օրագարկային առաջի հարց է դառնում Ղարաբաղը, երբ երևի ապական ցույց կտա, հա, բայց նաև մենք կհանդիպենք ոնց որ դուք դիվանագիտության հետևող մարդիկ ակնհայտ տեսնում են, երբ որ Էրդողանը գնում է Ռուսաստան, օրագարկային առաջի երկրորդ հարցերից մեկը Ղարաբաղի հարցն է։ Դա բնական է, որ նա պետք է հետաքրքրի։ Չէ, բայց նախորդ 10 տարում այդպես չի եղել, Պետրոս։ Նայ, այս հայ-թուրքական գործընթացը միանշանականորեն թուրքերին իրավասություն տվեց Ղարաբաղի հարցով զբաղվելու։ Առաջ պատճառ չունեին, այսօր ունեն, որտեղ թուրքերն էլ ուզում են սահմանը բացեն, բայց չեն ուզում ադրբեջանցիների շահերին դեմ գնան, ամենագարտ ճանապարհը սահմանը բացելու Ղարաբաղի հարցի լուծումն է։ Բնական է, եթե ցկտում ես եւ դու ծանրագշիր բեդություն ես, քեզ լսում են, երբ որ նավթային, գազային հարցեր ես խոսում Պուտինի հետ եւ միաժամանակ Ղարաբաղի հարց ես դնում, այդ կոնտեքստի մեջ արդեն հարցերը կարող են այս զարգացումներ ունենալ։ Շնորհակալություն, պարոն Ոսկանյան, կհանդիպենք սահմանները բացելուց կամ չբացելուց հետո։ Չէ, այդքան ուշ մի արա, էլի, ավելի հաճախ հրավիրի։ Բարի, չէ, դա չբացելուց հետո, պարոն Ոսկանյան։ Շնորհակալություն հետաքրքրության համար։ Ցերեստատորներ մենք լսեցինք Վարդան Ոսկանյանի տեսակետները, կհանդիպենք վաղ ցտեսություն։ Հաղորդման հովանավոր Շանգրիլա ժամանցի կենտրոն։ Շանգրիլա, կոտրեք կարծրատիպերը։